Թուրքիայում աջակցության ցույցեր են երկու ծանր մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Իշխանությունը արգելել է զանգվածային ցույցերը, գործի դրել պղպեղը, արցունքաբեր գազը, ռետինե մահակները։ Ստամբուլում, Անկարայում բախումների հետևանքով կան վիրավորներ, տասնյակ բերման ենթարկվածներ։ Փողոց դուրս եկած մարդիկ համոզված են, քաղաքապետը ձերբակալվել է բացառապես քաղաքական պատճառներով, ինչու Իմամօղլուն հիմա հայտնվեց իշխանության խոշորացույցի տակ։ Ըստ թուրք ընդդիմադիրների, փորձագետների ու հասարակության մեծ հատվածի, նա Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նախագահական ընտրությունները Թուրքիայում 2028-ին են սպասվում, բայց բացառված չէ, որ Էրդողանը եւս մեկ անգամ պայքարի մեջ մտնելու համար արտահերթ նշանակի հանկարծակի բերելով հակառակորդին ու հատկապես հիմնական քաղաքական թշնամուն։ Շատ լուրջ մեղադրանքներ են ամեն դեպքում, եթե դա գործը հասնի դատարան եւ դատարանում դա հաստատվի, նրան մեծ պատիժ է հասնելու։ Ստեղ գիտեք մի քանի կարծիք կա։ Մեկը հենց այն է, որ նա իսկապես լուրջ է, որպես մրցակից Էրդողանի համար, որտեղ որոշ տվյալներ վերլուծական կենտրոնների, որ Թուրքիայում աշխատում են, ցույց են տալիս, որ նրա ռեյտինգը հավասար է, նույնիսկ որոշ չափով ավելի քան թե Էրդողանին։ Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են։ Երկու կողմ կա, երկու կարծիք, բայց թուրքագետը հակված է մտածել, որ իսկապես Էրդողանի ոտքերի տակից հողը փախչում է։ Երկրի տնտեսական ծանր վիճակի, հասունացող հասարակական դժգոհության ալիքի ֆոնին։ Հաշվարկում է, որ լուրջ մրցակցի գոյության դեպքում իրեն անգամ արտահերթը չի փրկի։ Ինքը փորձում է իր հիմնական հակառակորդին կամ ընդհանրապես մեկուսացնել կամ սահմանափակել նրա գործունեությունը, որը շատ իրական է հիմա այս պահին, հեռացնել նրան քաղաքապետի պաշտոնից, նշանակել Ստամբուլի քաղաքապետ իշխանության ներկայացուցիչներին ժամանակավոր եւ այդպիսով Ստամբուլը կանցնի կառավարող կուսակցության եւ Էրդողանի հսկողության տակ։ Իրավապահների տարիների աշխատանք է Իմամօղլուին հասցեագրված մեղադրանքների փաթեթը։ Իշխանությունը մանրամասն է հաշվարկել հակառակորդին չեզոքացնելու պլանը։ Փորձագետները հավանական են համարում, որ այս հարցը փակելուց հետո արդեն Էրդողանը կհայտարարի արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։